Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպիսին պետք է լինի երեխայի առողջ ափսեն։ 4 խումբ մթերքներ, որոնք պարտադիր են երեխայի առողջ աճի եւ զարգացման համար։ Ոսկորն ու մկանը, ոսկորը հատկապես հիմնականում կալցիում է, սպիտակուց ու կալցիում, որի երկուսի էլ հիանալի աղբյուր է կաթնամթերքը, կամ որ երեխաները ուտում են պաստա, մի տեսակ աստղաջրային երեխաներ են ամբողջ օրը պիցցա, կարտոֆիլ եւ ընդհանրապես միշտ չեն ուտում։ Այս երեխաների ծնողները պիտի ուշադիր լինեն, որ երեխաների մոտ սակավարյունություն, երկաթի պակասորթային վիճակներ չզարգանան։ Բուսական ծագման սպիտակուցների մասին հատիկավորներին անդրադառնանք, երբ պետք է ընդգրկել երեխայի սննդակարգ։ Շատ կարևոր են օգտակար ճարպերը, հատկապես երեխաների եւ մտավոր զարգացման համար, ձկան յուղ են տալիս երեխաներին եւ դա որոշակի հիմա աշխատանքներով օմեգա 3-ը երեխաների կենտրոնացում մտավոր ընդունակությունները բավականին լավացնում է։ Դուք խորհուրդ տալիս եք։ Այո, Ձկան յուղ։ այո, ձկան յուղ կամ օմեգա 3 Բջջանյութի մասին ինչու են սրանք կարևոր, հա, կլեչատկա կոչվածը երեխայի առողջ աճի եւ զարգացման, աղիների միկրոֆլորայի համար։ Իրենք ավելի նման ավլում են աղիները, չեն մարսում, դրա համար այսպես հավաքում են իրար ինչ կա, ծանր մետաղի աղեր կարող են հավաքել, ճարպեր կարող են հավաքել, գազեր, որ այնտեղ կուտակվեն, հավաքում են, մաքրում են, տանում են այսպես ավելի նման։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ինչպիսին պետք է լինի երեխայի առողջ ափսեն։ 4 խումբ մթերքներ, որոնք պարտադիր են երեխայի առողջ աճի եւ զարգացման համար, եւ սնունդ, որը վնասում է երեխայի առողջությունը։ Կզրուցենք բժիշկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Պետրոսյան։ Շնորհակալ եմ ձեզ կրկին տեսնելու հնարավորությունը տալու համար։ Ես էլ եմ ուրախ համար, որ այս կարևոր թեման բարձրաձայնելու համար։ Այո, երեխաները մեր ուրախությունն են եւ թե ինչպես նրանք կաճեն ու կզարգանան կախված է մեծ հաշվող ծնողներից, մեզանից։ Կարող ենք ասել, որ երեխայի առողջ ափսեն դա ներդրում է նրա առողջ ապագայի վրա արված։ Շատ ճիշտ ձևակերպում է, այո, երեխայի առողջությունը եւ առողջ սովորությունները, որոնք ձևավորվում են վաղ մանկությունից, դա երեխայի առողջ ապագայի լավագույն ներդրումն է, որովհետեւ հիշենք մեզ, որ մեկիս են ծնողները սովորեցրել, որն է առողջ, որն է ոչ մեկին։ Ըստ էության, ինչ մշակույթ որ եղել է տանը, ինչ կերել են տանից, դա կարող է լինել ինչ սիրել է հայրիկը, ինչ սիրել է տատիկ, պապիկը, նա էլ կերել են կամ ինչ կարողացել են կերել են, ոչ մեկ ըստ էության կրթության մակարդակով եւ մշակույթի մակարդակով, թե առողջ անառողջ ոչ մեկ չի սովորել, մարդիկ 30-40 տարեկանում են հիմա սովորում։ Դրա համար այո, առողջության համար, որպեսզի երեխան հետո 20 տարեկանում, 25 տարեկանում լինի առողջ ու դες շնորհակալություն ասի, որտեվ հաստատ 5 տարեկան երեխան դա չի գնահատելու, շնորհակալություն չի ասելու է ինչ են ուրիշները ուտում, ես էլ եմ ուզում, դպրոցում բոլորը սա են ուտում, սա լավ է չի եւ այլն։ Այս ընթացքում դուք ոչ մի գոհունակություն, շնորհակալություն չեք լսելու։ Ամեն ինչ սկսելու է, երբ որ երեխան դառնալու է գիտակից ու հասկանալու է ինչ առողջ սովորություններ եք ու ինչ առողջ մանկություն եք դուք իր համար ապահովել։ Խոսքը գե ծայրահեղությունների մասին չի։ Կան 4 խումբ պարտադիր մթերքներ երեխայի համար, խոսենք դրանցից, դերևս սկսենք կաթնամթերքից, ինչու է այն այդքան կարևոր երեխայի աճի ու զարգացման համար։ Երեխայի աճի զարգացման ընթացքում ոսկորներ են աճում։ Երեխան աճում է, ոսկորներն ու մկաններն են աճում, ամենակարևորը որպես հիմք ու հենարան, հա, հիմք ու հենարան, այսպես ասենք, եւ ոսկորն ու մկանը, ոսկորը հատկապես հիմնականում կալցիում է, սպիտակուց ու կալցիում, որի երկուսի էլ հիանալի աղբյուր է կաթնամթերքը եւ ոչ միայն աղբյուր է, հեշտ ներծծվող կալցիումի աղբյուր է։ Այսինքն այդ եւ երեխաներն էլ սիրում են եւ իրենց համար դա սովորական է, հա, հիմնականում։ Դրա համար կալցիումը համարում ենք հեշտ ներծծվող, հարուստ կալցիումով եւ ինչ չէ, նաեւ վիտամին D կենթանական սպիտակուցներով սննդամթերք հիմնական աղբյուր։ Եվ ինչու՞ չէ, եթե համեմատենք մյուս կենթանական սպիտակուցների, կաթնամթերքի 1 գրամ սպիտակուցը օրինակ կաթի ավելի էժան է, ավելի մատչելի, ավելի հասանելի, քան թե օրինակ մսինը։ Դրա համար ինքը կարող է լինել նաեւ որպես խորհուրդ տրվել որպես հասանելի աղբյուր։ Բայց մսից նույնպես չպետք է հրաժարվել եւ միսը նույնպես պարտադիր մթերքների խմբում։ Կենթանական սպիտակուցի ու երեխայի աճի համար անհրաժեշտ է երկաթի համար լավագույն աղբյուրը տավարի միսն է, որը որ ուղղակի լավագույն ներծծումը ունի։ Կարելի է իհարկե ինչ որ ուրիշ բաներով փորձել փոխարինել, բայց լավագույն ներծծում օրգանիզմը ստանում է տավարի մսից։
Բայց ինչ կլինի, եթե երեխան միս չուտի։ Կան վեգան ծնողներ, ովքեր չեն ներմուծում միսը երեխայի Վեգան սննդակարգ։ ծնողներ, իհարկե կան նաև երեխաներ, ովքեր միշտ չեն ուտում։ Այո։ Այդ հիշենք, որ Հայաստանի երեխաները տենց քմահաճ են։ Մի երեխաները միշտ չեն ուտում, մի երեխաները բանջարեղեն, մի տիպի երեխաները բանջարեղեն չեն ուտում, մյուս երեխաները սպիտակ բաներ չեն ուտում։ Սենց քմահաճ երեխաների բազմություն երևի տենց ուրիշ երկրերում շատ չկա։ Մերոնք են, եւ որ դա երևի արժեքային երեխա մեր տան թակավորնա պիտի սոված չմնա ցանկությունից, ինչևէ, կամ որ երեխաներ ուտում են պաստա, մի տեսակ աստղաջրային երեխաներ են ամբողջ օրը պիցցա, կարտոֆիլ եւ ընդհանրապես միշտ չեն ուտում։ Այս երեխաների ծնողները պիտի ուշադիր լինեն, որ երեխաների մոտ սակավարյունություն, երկաթիպակասորթային վիճակներ չզարգանան, 6-12-ի պակաս չզարգանա, որտեվ այս նյութերը հիմնականում հենց կենթանական սպիտակուցների մսի մեջ են։ Օգտակար ճարպերի մասին նույնպես խոսեցինք Օգտակար ճարպերը շատ կարևոր են։ Սրանք կան երկուսում էլ։ Շատ կարևոր են օգտակար ճարպերը, հատկապես երեխաների եւ մտավոր զարգացման համար եւ իմունիտետի համար եւ տրամադրության համար եւ նաեւ հակաբորբոքային արտահայտված ազդեցության համար շատ կարևոր է օմեգա 3-ը, որը օրգանիզմը չի արտադրում եւ մեր եւ ձեր եւ երեխաներինը։ Եվ դա դրսից պիտի գա ցավոք սրտի ծովային ձկնային երկիր չենք ու չեն կարող շաբաթը 2 անգամ ծովամթերք տալ, բայց երեխաներին գոնե ինչ որ ձևով այդ կարող է լինի կամ հավելում, կամ ընկույզ, կամ պոտափատիս յուղ, ինչ որ մի բան, որ երեխան ուտի։ Այդ օմեգա 3-ը իր համար ամենաառաջին կարևոր օգտակար նյութերից է, եթե մենք հիշենք հին ժամանակներում, այդ երևի լավ էլ չեմ հիշում շատ հիներ, բայց ձկան յուղ են տալիս երեխաներին։ Եվ դա որոշակի հիմա աշխատանքներով օմեգա 3-ը երեխաների կենտրոնացում մտավորությունները բավականին լավացնում է։ Դուք խորհուրդ տալիս եք։ Այո։ Ձկան յուղ։ Այո, ձկան յուղ կամ օմեգա 3 հիմա շատ նույնիսկ ծամելու հավեր կան, ծամելու բաներ կան, որ օմեգա 3 որպես երեխային տալիս են, այո։ Մսի մասին խոսեցինք, արգանակի մասին ինչ կասեք։ Շատ մայրիկներ հրաժարվում են տալ, ասում են դժվարամարս է։ Քանի որ հիմա մսի արտադրությունը մի քիչ դառել է շատ արդյունաբերական, այսինքն այդ մսերը կենթանի վիճակում որպես կով երջանիկ չեն արածում լեռներում եւ խոտ չեն ուտում, այլ ավելի անշարժ կանգնած են ու ստանում են իրենց եւ անտիբիոտիկները եւ հորմոնները եւ ուտում են չգիտես ինչ սնունդ, իրենց մեջ բավականին շատ են տարբեր տեսակի նյութեր, դրա համար առաջին եւ նույնիսկ երկրորդ արգանակը խորտ է տրվում թափել։ Իհարկե, եթե դա խոտ կերած ազատ երջանիկ կովի միս է, կարելի է արգանակը պահել, որտեղ արգանակի մեջ անցնում են բավականին հետաքրքիր էքստրակտիվ նյութեր եւ համայն առումով եւ բավականին սպիտակուցներ, նույնիսկ մակարոն էփելուցիչ սպիտակուցների մի մասը տալիս է ջրին։ Դրա համար արգանակներ իրանք վատ չեն, եթե վերադառնանք այդ երջանիկ կովերին, որոնք իսկապես ազատման են գալիս, բայց ես դեռ չեմ տեսել այդպիսի մեծ արտադրություն, որտեղ այդ արտադրությունները լինեն Հայաստանում։ Դրա համար առաջին արգանակը թափվում է, երկրորդ արգանակը թափվում է, երրորդ արգանակը, որը շատ հեռու արգանակ լինելուց, բայց օգտագործվում է։ Բուսական ծագման սպիտակուցների մասին հատիկավորներին անդրադառնանք, երբ պետք է ընդգրկել երեխայի սննդակարգ։ Թերգնահատված սպիտակուցներ են մեր կյանքում իրականում, լինելով ազգային խոհանոցը մեր հարուստ լոբիով, սիսերով, ոսպով եւ ամեն ինչով, իրենք հիմա մի տեսակ դառել են ձմեռային տխուր ճաշեր, որ երեխաները հիմնականում չեն սիրում, բայց դրանք անգնահատելի են եւ իրենց ճարպաթթուներով, եւ իրենց բջջանյութի քանակով, եւ իրենց սպիտակուցի բուսական սպիտակուցի աղբյուրներով, որտեղ կենթանական սպիտակուցը պետք է լինի հիմնական մինչեւ կեսը սպիտակուցի քանակն է, իսկ մերոնք ամբողջությամբ հիմնականում ստանում են իհարկե կենթանականից, բարեկեցիկ ընտանիքները, անբարեկեցիկները կարտոֆիլից եւ մնացածից ու քիչ են ստանում սպիտակուց, քան պետք է։ Լոբին, ոսպը, սիսերը, կանաչ ոլորը, ինչ ունենք այնտեղ։ Այդ բոլորը շատ օգտակար են։ Ու լավ կլինի, որ երեխան նույնիսկ չզգա, եթե քմահաճուտողա, որ դա կա օրինակ կոտլետի մեջ, կա ապուրի մեջ մանրած, լոբու փոշիներ կա, մենք հապսեում հիմա օրինակ դրանից հաց եմ թխում։ Ուղղակի մաքուր ոսպի փոշուց, ալյուրից թխում ենք հաց, մաքուր հարուստ սպիտակուցով ստացվում է ամբողջ հատիկով ինչ որտեղ, նաև բջջանյութով հարուստ ինքը հացահատիկ չի, հաց այնպես որ շատ օգտակար են, ինչքան կարելի է, որտեղ կարելի է, ոնց կարելի է իրան օգտագործեք։ Շատերը ասում են գազը առաջացնում, այսպես, բայց եթե դուք իրան ճիշտ մշակեք, նախորդ թրջեք, ջուրը մի քանի անգամ փոխեք, ապարիչ բաց երկար բացեք,
էփեք, ջուրելի փոխեք, համեմունքներ օգտագործեք, համեմի սերմ, սամիթի սերմ, որոնք գազը հանեն։ Իրանք այնց սարսափելի չեն լինի։ Բայց կարևոր են, շատ կարևոր են երեխայի աճի ու զարգացման համար։ Այո, խոսենք բջջանյութի մասին, ինչու են սրանք կարևոր, հա, կլեչատկա կոչվածը երեխայի առողջ աճի եւ զարգացման, աղիների միկրոֆլորայի համար։ Կլեչատկա, ֆայբեր, միկրոթելեր, բջջանք, բջջանյութ, այս բոլորը բարդացխաջրեր են, որոնք հիմնականում մարսողության մեջ չեն քայքայվում։ Դուք իրենց ուտում եք, օրինակ ցորենի թեփ, օրինակ լոբեղենի մեջ, օրինակ բանջարեղենի մեջ, շատ կան ողջահատիկների հիանալի աղբյուրներ, այսինքն չմշակված ցորենը, ծավալը, բլղուրը, ունենք այնտեղ փոխինձը, չմշակված ցորենները, իրանց վրա ունեն այդ կեղևը, որը որ ամբողջությամբ բջջանյութավորական մինչև 25-30 գրամ բջջանյութ պիտի լինի, հիմնականում մենք այդքան չենք ուտում, որովհետև չենք ուտում այդքան լոբեղեն, չենք ուտում այդքան ամբողջահատիկներ, ցավոք չենք ուտում բանջարեղեն այդքան, որովհետև մրգի մեջ շատ չի, այս երեքն են հիմնականը, բայց մրգի մեջ էլ կա։ Իրենք ավելի նման ավլում են աղիները, չեն մարսվում, դրա համար այսպես հավաքում են իրար ինչ կա, ծանր մետաղի աղեր կարող են հավաքել, ճարպեր կարող են հավաքել, գազեր, որ այնտեղ կուտակվեն, հավաքում են, մաքրում են, տանում են այսպես ավելի նման։ Երկրորդը, որ այս բոլոր հումք է, սնունդը մեր աղիքի լավ միկրոբների համար։ Եվ երբ որ մեր աղիքի լավ միկրոբները ուտում են այս բջջանյութը, իրանց էներգիայի համար օգտագործում են, իրանք արտադրում են կարճ, շղթայավոր ճարպաթթուներ։ Նյութեր, որոնք արյա մեջ ինչքան շատ են, այնքան մեր ինֆարկտ, ինսուլտի, դիաբետի ռիսկը քիչ է։ Այսինքն դուք ուտելով եւ սնելով ձեր միկրոբներին, դες ավելի առողջացնում եք։ Շատ աշխատանքներ հիմա կան, բայց իրանք համարվում են այսպես հետաքրքիր բաներ։ Կան դեպքեր, ալքային խնդիրներ ունենք, երբ որ բջջանյութը քչացնում ենք, դժվար է մարսվում, աղիքներում որոշ խնդիրների ժամանակ, հաստաղիքի որոշ խնդիրների ժամանակ բջջանյութը կարող են քչացնել, բայց առողջ մարդու համար, երեխայի համար, ում աղիքների աշխատանք պիտի կարգավորելու միկրոֆլորան պիտի կարգավորել, իսկ միկրոֆլորան եւ աղիքի եւ ուղեղի աշխատանքի հետ կապ ունի, եւ մեր հորմոնալ վիճակի հետ կապ ունի, եւ նյութափոխանակության հետ կապ ունի, քաշի հետ կապ ունի, մեր միկրոֆլորան մեր իմունիտետի հետ կապ ունի։ Այսօր էս իրանց առողջ պահելով մենք կարողանում ենք մեզ առողջ պահել եւ նաեւ երեխաներին։ Երեխաները հիմնականում շատ չեն սիրում այս ամեն ինչը, ոչ ոսպ են սիրում, ոչ ամբողջահատիկ, բայց կարելի է էլի երեխաներին խաբել։ Օրինակ, ասենց բջջանյութեր կան, որոնք կուկուրուզնե խլոյբը ռուսական, դրանց նման են, խրթխրթիկ են ու համով են։ Դա կարա երեխան օգտագործի։ Բանջարեղենը կարելի է չիփս սարքել եւ տա երեխային, որ օգտագործի ցանկացած մսի կոտլետի մեջ կարելի է լցնել մի քիչ բանջարեղեն։ Երբ որ թխվածք եք թխում, դրա կեսը կարելի է դառնա ամբողջահատիկ առավոտյան, վաֆլի, առավոտյան նրբաբլիթներ, այդ հացահատիկի կեսը դարձնենք ամբողջահատիկ։ Երեխաները ավելի առողջ են լինում, այնպես որ սա այնքան կարևոր է բջջանյութը, որ ասում ենք սպիտակուց, ճար, բացխաջուր եւ բջջանյութ։ Մենք անդրադարձանք այն հիմնական խումբ մթերքներին, որոնք պարտադիր են երեխաների առողջ աճի եւ զարգացման համար։ Հիմա անդրադառնանք չի կարելիներին, սնունդ, որը վնասում է երեխայի առողջությունը, խանգարում նրա աճին։ Այստեղ մարդիկ մի տեսակ մտածում են, որ բոբոյություններ պիտի ասես ու ալիքը փոխում են։ Մի փոխեք ալիքը, լսեք։ Բայց հիմա քանի որ շատ թիրախավորվում են երեխաները հենց անառողջ ծննդի գովազդներում, որովհետև անառողջ ծննդի գովազդներում աշխատում են հսկայական մարքեթինգային թիմեր եւ իրենք գիտեն, որ լավագույն թիրախը երեխաներն են, երեխաների ցանկությունները, ծնողները, տատիկները, պապիկները իրականացնում են, վառ օրինակներ կան, վառ ինֆլուենսերներ են ինչ որ, որոնք ունեն իրենց թխվածքները, վաֆլիները, պաղպաղակները եւ մնացածները։ Այսինքն երեխաներին ամեն կողմով, ամեն ձևով, դե երեխաները ոչ գիտակից են իրենց համար դժվար, նույնիսկ մեծերին է դժվար, աշխատում են մեծ թիմեր, որպեսզի իրենց էմոցիաների վրա ազդելով վաճառի։ Դա միայն Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է Coca-Cola-ն, Pepsi-Cola-ն, ասենք 200-300 հոգանոց թիմեր ունեն, որոնք աշխատում են մենակ մարքեթինգի վրա, որպեսզի իրենց ապրանքը ավելի վաճառվի։ Մի տեսակ մի կողմից պիտի լինի դա կառավարությունը, դպրոցը, մանկապարտեզը եւ նաեւ ընտանիքը, որովհետեւ երեխան փոքր է, գիտակցություն շատ չունի եւ
շատ էլ չի հասկանում իրականում ու իր համար կարևոր էլ չի որ ասում ես առողջություն ունենաս ինքը դա ընդհանրապես չի հասկանում որովհետև իր համար այդքան հեռու բաները տեսակ անռեալ են ու հեռու են թվում դրա համար ծնողները պետք է գիտակից լինեն կիրթ լինեն հասկանան այո կա պետք է լինել կտրուկ երևի ու ասել որ այդ որ ասում եք մեկ գոնե ամիսը մեկ fast food դա սիրտ-անոթային ռիսկը մոտ 30-40% մեծացնում է երեխայի երբ որ ինքը մեծանա մեկ fast food-ը այդ նույն տրանս ճարպաթթուները որոնք կասկածելի այդ յուղերն են էլի մարգարինները հալած յուղերը որոնք չգիտեք ինչով է տապակվում այդ միսը որտեղից է բերած սառացրած է քանի տարվա միս է կարող 3 տարվա շատ հաճախ լինում է երկար ժամանակվա սառացրած դրսից բերած մսեր որոնք դնում են այդ բոլոր fast food-երի մեջ իրանք տապակվում են անընդհատ նույնի մեջ բնականաբար ոչ ոք չի մտածելու ձեր երեխայի առողջության մասին բիզնեսը ինքը մտածելու է իր փող աշխատելու մասին այնտեղ լինելու են տարբեր կրկնվող ձեթեր մարգարիններ եւ այլներ որոնց մեջ լիքը տրանս ճարպաթթու կա ես չեմ հույնել ապացուցված է որ դա առողջությանը վնասած սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը բարձրացնում է հիմա դուք եք ընտրում ուզում եք դեր երեխան մեծանա հիվանդ լինի թե այդ րոպեին որ ուզի դուք իրան տակ ծնողներն էլ շատ հաճախ թույլ են որ կարողանան իրանց երեխային ինչ որ բան ասեն բայց լավ տենդենց էլ կա երիտասարդ մայրիկները ավելի գիտակից են ու ոչ թե ծայրահեղական, այլ ավելի գիտակից են ու հասկանում են, որ երեխան որպեսզի առողջ մեծանա, շատ կարևոր է, որ այդ սովորությունը դեռ մանկուց լինի ու ինքը իմանա, որ այդ էներգետիկ ըմպելիքները, ճակերտավոր բնական հյութերը, բնական կամպոտները ոչ մի առողջարար բան իրանց մեջ չունեն։ Իրանց երեխան աճի համար ուրիշ բան է պետք, ռեալ, առողջ, բնական ուտելիք, կաթնամթեր, հացահատիկ, մսեղեն, բանջարեղեն շատ, լոբեղեն, առողջ ճարպեր ու առողջությունը չուտելու մասին չեմ ցետել հատկապես երեխաների ժամանակ առողջ բաներ ուտելու մասին աշխատանքներ կան որ երեխաները ուզում են fast food ուտել այն ժամանակ երբ որ իրենք ստանում են միկրոէլեմենտների, սպիտակուցների, վիտամինների անբավարար քանակ այսինքն երբ որ երեխան շատ հաճախ դրսի ուտելիքի վրա է մակարոնի վրա է ու ինքը չի ստանում իր համար վիտամիններ, սպիտակուցներ եւ այլն ինքը անդադ ուզում է յուղոտ, ճարպոտ, աղի քաղցր ինչը մեր fast food-ն է ու քաղցրն է։ Իսկ երբ որ երեխային սկսես նորմալ կերակրել, առավոտը ձվածեղ ես տալիս, չես իր կմահաճությունների նայում, ինչ որ շիլա ես տալիս, իր համար ամբողջահատիկ ինչ որ մի բան է սարքում, ցերեկը ճաշ ես տալիս, ոչ թե ինչ որ բան։ Իրանք էլ չեն ուզում ուտել տենց բաներ, որովհետև օրգանիզմը ոնց որ ներսից կշտանում է ինքը հասկանում է սովի մեջ, չէ՞ որովհետև մենակ էներգիան չի սովի պակաս բերում ոչ է շաքարելի, նաև սննդարանյութերն են։ Ինքը ավելի առողջ է սնվում։ Հարցում են հում ոչ բավարար ջերմային մշակում անցած մթերքների մասին, ինչ կասեք, բաստուրմասուջուխը ընդունված է հայկական ընտանիքներում, հիմա նաև սուշին ծնողներն ուտում են երեխաներին նույնպես առաջարկում։ Ինչ ասեմ, գնացեք պարբերաբար թոքերը նկարեք ձեր տեսեք եխնակոկեր ունեք թե չէ, վերջերս էլ մի 4 տարեկան երեխայի մոտ եխնակոկեր բաստուրմաներ, սուշիներ անհասկանալի է ոնց են ուտում, ոնց են այդ ձկները բերում, ոնց են բերում, պարբերաբար լսում ենք սալմոնելոզով թունավորումների մասին, պարբերաբար եւ այդ բոլորը հում ձկից է։ Հում ձկից, կիսահում աղբխտած, վատ ապխտած, սննդի այդ անվտանգության տարրական կանոնները չպահած, իսկ սալմոնելոզից հիմնականում առողջ մարդիկ չեն մեռնում։ Իրանք մտածում են դե լավ լուծը, մաքրվեցի, գնաց իրականում կարա թեթև սալմոնելոզ լինի, ու այդ սալմոնելոզը դառնա ձեր մոտ քրոնիկ, անցնի երեխաներին եւ այլն։ Բայց լինում է նաեւ ծանր դեպքեր։ Վերջերս էլ սրճարաններից մեկում էլի նախաճաշից հետո սալմոնելոզի բռնկում էր։ Բայց ինչքան ուրիշ բռնկումներ, որ տենց ուղղակի մարդիկ ուշադրություն չեն դարձնում, եւ դրա հիմնական պատճառներից մեկը այդ հում, ձուկ, ծովամթերք օգտագործելն է, այդ նույն հում հավերը, նույն տախտակի վրա մշակելը, որի վրա եւ էփածն է լինում, հում հավերը սենց ջրի տակ ցլքոնները տալով այդ սալմոնելաները, այս կոմ բանաներն է, ձվերն է, որից գնում, այսինքն բոլոր հում բաները, ձուկը, սուշիների մեջ ձուն, հավը, որը չի պնդացել, չկներեք ձուն, որը չի պնդացել, ինքն էլ դեռ սալմոնելա ունի։ Դրանք բոլորը դեռ սալմոնելայի մասին են, բայց կան նաև պարազիտներ, տարբեր տեսակի ճիճուներ, որոնք էլի հում ձևով կարան անցնեն, էլի լիքը տարբեր բաներ։ Իրականում ես սուշի աշխատանք չունեմ։ Իսկ բաստուրմասուջուխ երեխաներին նույնպես։
Չի կարելի, վնասակար է։ Վտանգներ է պարունակում։ Չմշակված մսամթերք է ու մեջի բոլոր պարազիտները, նաև էխինոկոկը կարող են չի երևում sense ուտելուց չի երևում, իր համը չի փոխվում, իր խոտը չի փոխվում, իր ձևը չի փոխվում։ Դու նույն ձևի ուտում ես, բայց ցավոք սրտի Ուրեմն ամփոփենք ինչպես երեխաների մոտ ձևավորել առողջ սննդային սովորություններ, որպեսզի ապրեն առողջ եւ լինեն երջանիկ, այն ինչ որ ցանկանում ենք մենք ծնողներս։ Ամենալավ խորհուրդը իրականում սկսել ձեզնից ու օրինակ հանդիսանալ երեխաների համար, որտեղ եթե դուք ասում եք մի գրեք, պետք չի խմել եւ այլն, բայց ինքնուրույն ձեր համար առնում եք ոչինչ ինձ կարելի է, ես մեծ եմ, ինչ որ տեղերում օգտագործում եք, երեխայի մոտ ասոցիացվում է, դիսոնանս առաջացնում ու երեխայի մոտ ասոցիացվում է միայն այն ինչ որ դուք անում եք։ Ձեր ասածները իր համար ուղղակի աղմուկ են, դրա համար դարձրեք առողջ սնունդը ձեր ընտանիքի մի մաս, մշակույթի մի մաս ու ոչինչ որ երեխա մի անգամ գնաց ծնունդ հարսանիք եւ մի հատ խախտում արեց։ Եթե դա ամրանում է որպես մշակութային արժեք ընտանեկան, ինքը հետո ավելի խոր ու երկար է մնում, այնպես որ դուք եղեք ձեր երեխաների օրինակը։ Երկրորդ խորհուրդը, որ ցանկալի է երեխաներին ներգրավել առողջ սննդի պատրաստման մեջ։ Իրենք էլ իրենց այդ փոքր թաթիկներով, ոչինչ որ թափելով, թող ամբողջ հատիկ ալյուրով բաներ սարքեն, բանջարեղենին ձեռ տան, բանջարեղենով նկարեն, թող տվեք, թող բազուկով, գազարով սիրուն նկարներ նկարեն, թող իրանք ամբողջ հատիկ պիցցաները սարքեն, ուտեն, պաստաներ սարքեն, այսինքն ձեռքերի ռեցեպտորներն էլ երբ որ մտնում է արդեն բացի բերանի լեզվի վրայի համի խորոչի հետ, իրանք ավելի հեշտ են ընդունում նոր բաները եւ իհարկե շատ եմ տեսնում ծնողներ, որոնք գալիս են մանկապարտեզներում, երբ որ ինչ-որ բան եք փոխում, ասում են իմ երեխան չի ուտելու, չէ, ասենց բաներ չտակ։ Հետո պատմում են, որ երեխան շատ լավ է ուտում, սիրում էր, ծնողները չգիտեին, այդ սահմանափակումները նայում ես, որ գայսը հիմնական գայսը ընտանիքից, այնպես որ օրինակ, առողջ օրինակ եղեք ձեր ընտանիքի երեխաների համար։ Շնորհակալություն Տիկին Վարդանուշ, մենք զրուցում էինք բժիշկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ, այո, գիտակցաբար հեռացրեք անառողջ սնունդը ձեր երեխայի սննդակարգից եւ վաղը գիտակցաբար երեխան սովորույթի ուժով կընտրի առողջը։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, եղեք պաշտպանված, դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների հավաքատեղին։ Համեցեք Յասաման, մինչ հանդիպում։